Մոտ 24 ժամ առաջ Երևանում որոտացած պայթյունն ահաբեկչություն չէ, հայտարարում են իրավապահները միաժամանակ շեշտելով, որ վարկածների շրջանակը նեղանում է։ Աղվան Հովսեփյանի գլխավորած քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է բջջային քարտ, որի բաժանորդը Հայաստանի քաղաքացի է, նախկինում 2 անգամ դատված։ Նրա տանը հայտնաբերվել է տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր, դետոնատոր եւ տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։ Տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր իրավապահները հայտնաբերել են նաև ավտոբուսի վրա։ Պարզվել է, որ քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա դժգոհություն է ունեցել ազգականներից եւ նախապատրաստվել է պայթեցման եղանակով նրանց վնասել։ Առայժմ սակայն չի հստակեցվում, արդյոք նա 2 զոհերից մեկն է։ Այժմ միջոցներ են ձեռնարկվում հեռախոսային քարտի բաժանորդի եւ երկրորդ դիակի նույնականացման ուղղությամբ։ Դիակն անճանաչելի է, նշանակվել է ԴՆԹ փորձաքննություն։ Հիշեցնեմ, որ ավտոբուսում եղել է 10 մարդ, վարորդը եւ 9 ուղևոր, որոնցից 2-ը տեղում մահացել են։ Պարզված է միայն 1 զոհի ինքնությունը, նա եւ 8 վիրավորները Հայաստանի քաղաքացիներ են։ Իրավապահներն ի դեպ նրանց բոլորի բնակարաններում եւս խուզարկություններ են արել։ Քրեական գործի համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ չեն հայտնաբերվել։ Նրանց հնարավոր առնչությունը տեղի ունեցած պայթյունի հետ հերքվել է։ Առաջին տեղեկությունները 3 ուշ գիշերին տեղում հայտնեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, հերքելով գազի բալոնի պայթյունի վարկածը։ Բոգդան ավտոբուսն աշխատել է դիզելային վառելիքով։ Այրում չի եղել, հետևաբար պայթյունը, որը կապված չի գազին եւ վառելանյութի հետ այդպես։ Այդ դեպքում ինչ ապահովել։ Այսպես են ասում ֆուգասն է, այսինքն ամոնոր կարող է ոչ բեկորային, ալիքավոր, այդպես։ Պայթյունը ոստիկանապետի փոխանցմամբ տեղի է ունեցել ավտոբուսի առաջնամասում, երկրորդ շարքում նստած տղամարդու մոտ։ Պայթյունից շուրջ 15 ժամ անց ավտոբուսը քարշակով դուրս բերվեց Հալաբյան փողոցից։ Քիչ անց այստեղ կվերականգնվի երթևեկությունը։ Առայժմ սակայն չի հնչել գլխավոր հարցի պատասխանը։ Ինչու՞։ Հարևան շենքի բնակիչ Գագիկ Նադրյանի տան ապակիներն են կոտրվել պայթյունի հետևանքով։ Ես տանը չեմ եղել, երբ եկա տեսես վիճակը։ Ապակիները կոտրած, նույնիսկ երկաթյա դուռը լռվել է այդ հարվածից, չի բացվում։ Մենք խնդրել եմ գամ օգնեն, որ բացեն այս դուռը։ Այստեղ չեք ապրում։ Ոչ։ Երևի ավտոբուսի բեկորներ են կպել, ձայնից չեմ կարծում, բեկորներ են կպել։ Հիմա դիրությունից եկել են, ուզում են, հետո գրանցեցին ու մոտ ինչ է եղել, ինչ վնաս կա, հավանաբար կվերականգնեն։ Հարևան բնակարանում կորուստները հաշվելուն հերթ չի հասել, հենց պատուհանի տակ երեխան է քնած եղել։ Քնացեցինք իրան աջալողը, լավ փակեցինք, զանավեստիկը փակ, կմփոց, սա շուշիկը լսավ երեխորը։ Մի որոշ չափ պահեց զանավեստիկը, որոշ չափ աջալը, որ բան չեղավ երեխան։ Վազեցինք իքանք երեխան շուշիկի մեջ ցանեցինք, չի լարտնացի։ Հալաբյան փողոց ծաղիկներ են բերվում, տեղի բնակիչները երեկվանից անցուդարձ են անում, հենց դեպքի վայրում նորություններն իմանալու։ Դուրս եկանք, ասենք երևի մեքենա է, վթարա պատա է, բայց բանից պարզվեց ավտոբուս էր պայթել։ Ու ժողովրդին արդեն հավաքվեցին տարան են։ Ուժեղ էր կրակը։ Շատ ուժեղ։ Կրակ չկար, պայթուն էր, միայն պայթուն։ Մեծ հզոր պայթուն էր։ Բայց չեմ հարալ, բա չեմ լտել, այդպես լծոտում եմ ապրում եմ։ Բա ոչ չեմ լտել եք։ Փեսա աղջիկը երեխեքն էլան եկան, դե ես քորեմ, ես երեկա ասում կնամ բետեսնամ։ Հիմա ժողովուրդը 90 տարի քուգում ես եկալ եմ իմ այդ բաներ տեսա։ Դուրս է մեքենա Toyota։ Ես ցաղիմ երեխեքն են, ցաղիմ թորեն են, ցաղիմ մեծ փոքրն են, ես չի համար։ Մինուս 1